մանկական պարեր ու այնուամենայնիվ մանկություն եւ այսպես պարը։ Պարեց սասունն ու ողջ աշխարհը հիացավ, պարեց սասունն ու ողջ աշխարհը հասկացավ, որ պար չէ սա, այլ միազգի ողջ պատմություն։ Երգն ու պարը ուղեկցել են հային իր ողջ պատմության ընթացքում եւ հատկապես խաղաղ ժամանակներում։ Այսօր էլ կան, գործում են բազմաթիվ պարային համույթներ, ուր մեծագույն հաճույքով հաճախում են հայ մանուկները։ Գրանց Սանգործարանի մշակույթի տան այս պարային համույթը ստեղծվել է 1999 թվականին եւ արդեն հասցրել է գրել իր փոքրիկ, բայց ոսկե պատմությունը։ Մուտք 21-րդ դար պարային համահայկական փառատոնի ժամանակ խումբն արժանացել է ոսկե մրցանակի։ Խմբում պարում են 5-ից 15 տարեկան երեխաներ։ Համույթի ղեկավարներն են Էդգար Հովանեսյանը եւ Անդրանիկ Գրիգորյանը։ Այս երիտասարդները տաղանդաշատ պարուսույց Սուրեն Գյանջումյանի սաներն են։ Արդեն 2 տարի է, ինչ իրենց ուժերով ստեղծել եւ իրար օգնելով ղեկավարում են մանկապատանեկան այս համույթը։ Շատ ուրախ եմ ես մեր աշխատանքից։ Շատերը օրինակ ասում են 2 ընկերով չի լինի աշխատել, բայց 2-ով էլ եւ պարել ենք Գյանջումյանի մոտ եւ հիմա Մերաբյանի մոտ ու 2-ով էլ այս ամեն ինչը ստեղծել ենք։ Մտադրությունն ունենք, որ կգնա Աստծո կամքով էլ ավելի առաջ։ Իմ սաներին ամենակարևորը կցանկանամ առողջություն, երջանկություն եւ չբացակայեն դասերից։ Խումբը մշտապես մասնակցում է Երևանում կազմակերպվող պարային փառատոներին, համերգներին եւ մշտապես վայելում հանդիսատեսի համակրանքն ու բուռն ծափերը։ Երիտասարդ պարուսույցների համար այդ ծափերը ամենամեծ գնահատականն ու ոգևորիչ ուժն են։ Ղեկավար լինելու համար պետք է նախ առաջինը դու պետք է մարդ լինես, զգաս երեխայի հոգեբանությունն իմանաս։ Բացի այդ երկրորդական նոր գնում է, որ պարարվեստը պետք է իմանաս նորմալ, որ կարողանաս փոխանցես քո գիտելիքները երեխաներին եւ երևի այդքանը բավարար է։ Երեխաները շաբաթը 3 անգամ հաճույքով հաճախում են պարապմունքներին, ուր դասավանդվում են հայկական, լատինոամերիկյան, դասական պարեր։ Բացի այս 3-ից սկսել են դասավանդել նաև սպորտային պարեր, որի ուսուցիչն է Մարիաննա Մոսինյանը, որը նույնպես մեծ սիրով ու նվիրումով է աշխատում երեխաների հետ։ Խումբն ունի բազմաթիվ ծրագրեր, առաջիկայում պատրաստվում են մասնակցել Պարարվեստի գործիչների միության կողմից կազմակերպվելիք ժողովրդական պարերի համահայկական փառատոնին։ Հաջողություն մաղթենք երկու ընկերներին՝ Անդրանիկին, Էդգարին եւ նրանց ղեկավարած մանկապատանեկան համույթին, թող որ նրանք էլ կարողանան անել այն, ինչ անում են իրենց վաստակաշատ ուսուցիչները, թող այս շնորհակալ գործը նրանց բազում ծափեր եւ հաղթանակներ բերի, իսկ այս համույթի պարը հաղթությամբ անցնի ոչ միայն հայկական, այլև աշխարհի շատ բեմերում։